Բարևձեզ հայ հորիզոն ցեզի հետ է այսօր լավալի հայ գետրոնի բարոնյան սրահեններս այսօր հոստեղի գունենա հայկական գաղանցի եւ ծնունդի դոնագադարություն ճաշկերույթը որ գազմագերբված է լավալի հայ թադի հանձնախումբին կողմէ հրավիրված են լավալի մեջ կորզող բոլոր քաղաքական թեմքերը լանանոնք դաշնակցային նահանգային կամ քաղաքապետական ներկայացուցիչներ եկեք միասնապար լսենք կարծիքները այսօրվա հյուրերում Les événements tragiques vécus récemment en Artsakh, marqués par le déplacement forcé de toute une population arménienne, nous rappellent avec une douloureuse clarté à quel point notre culture, notre foi et notre simple droit d'exister peuvent encore aujourd'hui être menacés. Face à cette réalité, la communauté arménienne de Laval demeure profondément reconnaissante de pouvoir évoluer ici, dans un environnement sécuritaire, ouvert et démocratique, tout en priorisant son intégration dans la vie civique québécoise. Cette intégration exemplaire repose sur l'engagement constant des Arméniens du Québec envers l'éducation, nos institutions communautaires, le dialogue interculturel et le vivre ensemble. Des principes qui rejoignent pleinement les valeurs du Québec. Préserver notre langue, notre foi et notre mémoire, tout en participant activement à la société québécoise, n'est pas une contradiction, c'est notre réalité et notre richesse. Լավալի հայտարարը անցյալի մտածեց, որ միշտ ցերնակներ գնենք մեր քաղաքական թեմքերու հետ, որ ընդհանրապես դխուր ցերնակներ գնենք։ Ուրեմն ասենք լավ արի թե դարին մեկ կոնե փերենք, խնդանք, խոսենք միասնապար եւ տեսնեմ, որ ուրախ ժողովուրդ ենք, այսինքն լավ արիթ ստեղծենք, որ լավ ժամանակ անցնենք եւ արդեն փերեգոր արտանացա դար առաջիններ այս տարիա նորեն գնենք, որ շատ խանդավառ էին, որ նորեն գնենք, որ Քեբեկի էլեկցիոնի դարի է, որ մեզի համար շատ կարեւոր է եւ նորեն պիտի քաչալերենք բոլորիդ, որ երթակ ընդրություններում մասնակցեք, հայերուն ցանը շատ կարեւոր է։ Մունիցիպալ անցյալի մասնակցեցան հայերը մեծ թիվով եւ դարբերություն սկացինք եւ այսօրվա մեր ներկաները ոմանք գիտնալով, որ մենք իրենց աչակցեցանք, ներկայեն եւ թեր երախտաբարդ են, որովհետեւ մեր քեմագանները օգնեցին, հայտարարի հանձնախումբ օգնեց, հոմագանները շատ օգնեցին եւ ուրիշ անդամներ, ուրեմն նորեն պիտի ադ արիթով բարդոցվե խնդրենք, որ օգնեն եւ վստահ որ հայտարարի հանձնախումբը ուղղություն պիտի դա այսինքն ոթերու հետ կապված այո նորեն town hall պիտի անենք այս տարի անցյալ տարի մեր առաջինը ըրինք ժողովրդային հավաք town hall լսելովս եւ նորեն բացատրելու ժողովրդին որուն գաչակցինք ինչու եւ բացատրելու ինչպես է քվեարկել որտեղ գիտեմ շատեր կան որ այո նոր առաջին գնալը ընդրությունին էլ պրովինցիալ ուրեմն մենք խոսենք ադոր համար եւ խանդավառ ենք այս տարվա համար Շատ շնորհակալ ենք Արևիկ, ուրեմն հայտարարի հանձնախումբին բարձ կգադար։ Merci շատ, merci. Au fil des années, votre soutien, qu'il soit public ou discret, a toujours été précieux pour nous. Il renforce notre sentiment d'appartenance au tissu social et démocratique de cette ville. Pour cela, nous vous en sommes profondément reconnaissants. Alors que nous tournons vers 2026, plusieurs projets porteurs nous attendent. Parmi eux, l'ouverture officielle du nouvel emplacement du monument commémoratif du génocide arménien représente une étape majeure pour notre communauté. Ce lieu de mémoire sera à la fois un espace de recueillement, d'éducation et de transmission. Un rappel essentiel de l'importance de se souvenir, non pas pour rester dans le passé, mais pour mieux construire l'avenir. Անցյալի առաջին անգամը լալով ասկաղապարի ելավ հայտարարի հանձնախումբեն եւ այնքան հաջող եղավ բոլոր դարին պոլիտիկոսները գխոսեին որ պետք է նորեն ասանք համենեք շատ ասանք չերմ մկլորտ գստեղծեք որ մանավանդ ընդրություններն եղավ անցյալ դարի գարկմա municipal council-ները լա կամ federal government մոդեն չենք ճանչնար So ասիկա արիթմը գլա որ խոսենք հարաբերենք մեր աբակայի պրոժեներու մեջ մասի խոսենք կոմունիտեին հետ խոսենք որ ծանոթանան եւ անշուշտ աս հարաբերություններն է որ ընկերություն կստեղծե եւ շատ կարեւոր է պոլիտիկի աշխարհի մեջ Ուրեմն սակո գոմիդեյության կողմէ ինչ է ծեր մախտանքը ժողովրդին լավալի հայկաղոցին Սարգիս Զեյտան Գոմիդեն գշնորհավորի բոլորին նոր դարին եւ սուրբ ծնունդը կմաղթենք լավակույն հաջող առողջ դարիմը մեր բոլորին մեր բոլոր հայ ժողովրդին
լավալի եւ բոլոր ամեն գոմ հոստեղ են միջև հայրենիք։ Շնորհակալ ենք։ Մերսի, շնորհակալ եմ։ Սետա ուրեմն նախ գշնորհավորենք վերընտրությունից լավալի քաղաքապետարաններս եւ գուզենք գիտնալ ինչ են ասիեգող դարվա ու ծրագիրները տեսենք։ Ուրեմն նախնական ծրագիրը, որ պիտի աշխատենք շատ մոդադենեն, հուշարձանն է, որ գիտենք, որ արդեն տեղափոխվեցավ եւ իրեն նոր դերին բացումը պիտի լա եւ պատրաստությունները պիտի լան եւ իրեն անշուշտ է, որ իրեն վերջնական դերը կդավ օգնությամբ քաղաքապետին, քաղաքապետարանին բոլոր աշխատողներուն հայտադին անշուշտ առանց հայտադին չէին կնարած բոլորը անել, բայց այո, շատ ամենամեծ գործերը մեկն էր, որ հաջողեցանք եւ հիմա այս տարի պիտի շարունակենք։ Ուրեմն ինչ է ձեր մաղթանքը ընդհանուր առմամբ։ Ընդհանուր առմամբ գմախտեմ, որ բոլոր հայությունը առողջություն, ամեն առաջնահերթությամբ, շատ կարևոր է, որ բոլորս ուրախ, առողջ դարիմ ունենանք 2026 էլա մեզի առողջությամբ լեցուն, հաջողությամբ լեցուն, մեր բոլորին համար գուզեմ բարի մաղթանքներ ունել եւ շնորհակալություն հայտնել, որ ինձ նեցուկ կանգնեցան եւ վերնադրության ադեն եւ վերնադրվեցա եւ գնանք ասկորզի շարունակել հաջորդ դարիներու ընթացքին։ Շատ շնորհակալ եմ։ Շատ մերսի Տամար։ Կուզեմ շնորհավորել հայտադին, որ աս ջաշկերույթը պատրաստած է, քաղաքական ջաշկերույթը սենք, քանի որ եւ որ ջաշկուդես մեգում հետ հոն է որ ավոր հարաբերություն գնաց ստեղծել, շատ ավոր կաղապար ուրեմն երկրորդ դարին այս տարի, բրավո գսեմ եւ շարունակվին ասաղվոր գործը։ Իսկ ձեր մաղթանքը ընդհանուր առմամբ։ Անշուշտ մաղթանքս բոլոր հայության շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ եւ այս տարի էլա բախտավոր եւ առողջ դարիմը թե մեր հայության եւ թե բոլոր աշխարհին ինչու՞ չէ։ Շատ շնորհակալ ենք Սոնա, քեզի ամենայն հաջողություն կմաղթենք, միշտ կհետևենք քո աշխատանքներուդ, շատ հբարդենք քեզ մոտ։ Մերսի, շատ շնորհակալ եմ Տամար։ Բարև Սելին։ Բարև, լավ ես։ Շատ լավ, շատ ուրախ ենք, որ անգամը եւս ներկա ես այս տարի։ Ինչ է գարձիկդ այս հավաքներու մասին։ Երկրորդ տարին է եւ նորեն այս տարի 80 հոգի ենք, քիչ ավելի գարձեմ ամեն մարդ ուրախ է, հոսեն, առողջություն, ուրախություն ամենուն, նոր տարին է եւ մեր գահանտն է, հայկական գահանտն է, երկրորդ տարին է ասիկ, երկրորդ ընթրիկը եւ գարձեմ ամեն մարդ ուրախ է, որ հոս այսօր գրնան իրարու հետ լալ եւ մաղթել իրարու շնորհավոր սուրբ ծնունդ, շնորհավոր նոր տարիմը։ Ma première pensée, c'est justement de souhaiter une bonne année à la communauté et de le célébrer donc selon le calendrier et la tradition. C'est très bien. Et que les communautés, que ce soit arméniennes dans ce cas-ci, mais les autres communautés au Canada, qu'elles puissent se sentir chez elles ici et célébrer leur tradition et leur histoire en tant que membre à part entière de la nation canadienne. Je trouve ça merveilleux. Hello Aglaia, welcome. Hi, how are you? Nice to meet you again. And what a beautiful event that the National Committee of the Armenian National Committee is organizing for the Christmas dinner. And I would like to thank everybody for inviting me and to have me here to celebrate with them their Christmas holiday. And give me the opportunity to wish everybody a happy and healthy new year for 2026. Lots of health and lots of happiness and lots of prosperity for 2026. Thank you very much for being here. Thank you very much. It's a pleasure.
Hello, Vasilios. Hi, how are you? Happy New Year. Happy New Year to you too. I think you must feel at home coming here. Of course, this is my other home, my other family. I love coming here, and it's the second time they're doing this Christmas supper, and 2 for 2, and it's always a pleasure. I'm sure you're familiar with the food. Yes, of course. My favorite, I had the sujuk in the red sauce. The best. So, what is your wish to the Armenian community for the new year? Wish to the Armenian community is continued success in everything that you do in promoting the Armenian culture and traditions and all the political issues. You know we're behind you, especially me. I'm always by your side, and I will continue to be so. It's a family thing, and a duty on my part as well. So thank you for making me part of your community and accepting me into your family. I will do my best to honor you, my family as well. And yeah, that's it. Have a great year. Merry Christmas. And how does it go again? In Armenian, okay. Shanor, Havor, Nor, Dari. Bravo. I'm working on it. Thank you. Thank you. It's very special. It's the second time I come to it. It's the second year they hold this activity, and I think it's precious because it keeps the tradition, and it keeps the community united, and it also helps for the Armenian community to get acquainted with all other communities and to continue, existing and working together and being part of this beautiful country. Canada is really a mosaic of all cultural communities. And, coming here tonight and touching base with the Armenian community, it's fun because it gives you that opportunity to exchange and to keep the bond going, so it's precious. Thank you very much for being here. I wish all the Armenian community of Laval a happy and prosperous and healthy New Year, and today I wish them also a Merry Christmas. May their hearts be full of joy, and may we have peace on earth. Thank you. Welcome. أهلين ري. Bonjour. كيفك؟ الحمد لله ميرسي على العزيمة. Merci لك. Ray, I'm sure you are very familiar with the Armenian community, and today you are also familiar with our food. Yes. So what do you have to say first of all, about this gathering? As I was saying earlier to a friend, at the city we do a lot of events for sad reasons, a lot of events for protocol reasons, and this event is particular because it's a family event. That you feel like you're at a family dinner, you're enjoying yourself, it's lighthearted, so you know what? We're spending good time with good people. I love it. I can't complain. So what do you wish to the Armenian community? All the health, all the happiness. May all your dreams come true, and may you stay as close to each other as I can see here today. Thank you very much for being here. Thank you very much. Je remercie le comité pour cet accueil chaleureux et cette invitation. Merci à vous. Vous êtes toujours présents dans les bonnes occasions et vous mettez en lumière aussi autant les événements, mais aussi nous, les élus, qu'on aime et on apprécie votre environnement. On est chez nous, comme tu l'as mentionné. Je profite aujourd'hui, ce soir, de cette occasion de souhaiter à toute la communauté arménienne, autant à Laval que partout dans le monde, un joyeux Noël, une année remplie de joie, de bonheur et de succès. Et je tiens à souligner vraiment la contribution de la communauté arménienne ici à Laval, le centre communautaire avec les activités autant en été qu'en hiver, le parcours de la communauté arménienne ici à Laval, mais aussi dans le Grand Montréal. Vous avez fait un parcours exceptionnel. Vous êtes un exemple, je le dis toujours et je le répète, un exemple pour toutes les communautés issues de l'immigration dans vos réussites, dans vos projets. Alors, je vous souhaite toute la continuité, évidemment, et restons connectés comme ça pour bâtir une société meilleure parce qu'on se complète. Merci beaucoup. Merci à vous. Avec plaisir. Bienvenue, Madame Lortie. Bienvenue. Merci beaucoup. Je suis vraiment très heureuse d'être parmi vous.
Qu'est-ce que vous pensez à cet événement de célébrer le Noël arménien? Mais je pense que c'est vraiment de parler de quelque chose de spécifique, dans le fond, aux orthodoxes, dont c'est la religion, et puis de savoir que, dans le fond, à travers le monde, les Arméniens fêtent hier soir et ce matin le Noël, votre Noël. Alors, je suis vraiment contente d'être parmi vous. J'ai entendu vous dire que vous avez fait quand même une recherche sur les Arméniennes avant de venir à cet événement ce soir. Alors, qu'est-ce que vous pensez à propos du peuple arménien? Bien, oui, j'ai lu parce que je trouve ça intéressant de savoir où je viens, tout ça. Puis, ben, je pense que c'est des combatifs, pas au niveau de leurs valeurs. Ils veulent garder, puis on le voit ce soir, garder les valeurs qui sont propres à eux. Ils veulent défendre leur langue. Ils veulent défendre, dans le fond, leur culture, mais aussi leur existence. Hein? Puis ils ont eu à se battre beaucoup à travers les années, les siècles. Et puis, c'est vraiment ça que j'ai remarqué là, dans mes lectures, mais aussi ce soir, l'amour que vous avez de votre pays. Puis je pense que c'est quelque chose qu'on a à apprendre, les Canadiens, d'aimer notre pays autant que vous aimez votre pays qui est l'Arménie. Լավագույն առիթն է հայտարարի անձնախումբը, դեղական, քաղաքական ներկայացուցիչներ ու պատկաներուն հետ նստին եւ ամերաշ լավ ընտրիկ մոնելան լավագույն առիթը մեր հայկական ծնունդի առիթը կտածեմ ամենալավ ծևն է որ հարաբերին ովևէ մեկ հարցեր որոնք վերջը լուծումի բիթանքնի պետք է որ սկիզբեն աշխատանք դարվի ասիկ լավագույն ծևերեն մեկն է իմագությունը Իսկ ձեր գարձիկը ընդհանրապես հայտարարի հանձնախումբի դարած աշխատանքներուն մասին ամեն ծերնարգի հետ կապած հուշարձանի փոխադրություն կա, ընդրություն կա գոր։ Հուշարձանի փոխադրումը լավագույն ձեռքբերումներ կգործեմ։ Իր ամայի դերեն կոնե ելավ եւ վերջո պետք է ասել որ քաղաքապետարանն է որ բոլոր ծախսերը հոգած եւ այս տարի ապրիլ 23-ին որոշած ենք հսկում մնել Եվ կայլարշավա բիդլա մարմասյունները անշուշտ մոդորեն ավելի հստակ կլան։ Հայտարարի անձնախումբը պետք է ասել, որ 15 հոգի գազմված է ժողով չի գա որ կփախցնեն իրենց աշխատանքով որ այսօր ցերկբերումներ կունենանք լա քաղաքական լա գետրոնի նկատմամբ մեր բոլոր միությունները մոդորեն գեհդեվին քաղաքապետարանի աշխատանքներուն քաղաքապետարանը փոխհարաբերաբար գեհդեվի մեր աշխատանքներուն եւ ասկել լավ Ցերպերում չի ունեցած, դարձյալ գրկնեմ։ Շատ շնորհակալ ենք ձեզի հաջող դարիմա։ Մերսի շատ, մերսի։ Ինչ են, ասենք, գետրոնական կոմիտեին հարաբերությունները հայտարարի հանձնախումբերուն հետ, աս եկող դարի ծրագիրներ կան։ Ուրեմն ինչպես միշտ շրջանային հայտարարը եւ դեղական հայտարարը միասին համագործակցաբար ծերնակներ մեջտեղ կբերեն եւ ինչու՞ չէ նույնիսկ աշխատանքներ կդանին միասին, որտեղ կետնի վրա դեղականներն են որ գործը կդանին, ասի կանադայեն, այսինքն Վանկուվերեն մինչեւ Մոնրեալ լավալ, այսինքն ադետ աշխատելագերբը։ Ուրեմն ծեր մաղթանքը ինչ է ուղված կանադայի հայ ժողովրդին։ Ուրեմն կանադայության կմաղթեմ ուրախ առողջ 2026-ը եւ ինչու՞ չէ արիթ օգտագործեմ նույնիսկ մեր հայրենիքին ավելի լավ օրերու մաղթանքներով։ Շատ շնորհակալ ենք։ Մերսի ցեզի։ Տակուկ եւ Չերմիգեր մտնոլորտ այսօր Թեքեյան մշակութային կենտրոնեն ներս ուր հագարակ դուրսի ցուրտ եւ փուքին հոց բազմությունը ներկա էր Թեքեյան մշակութային միության Գոմիդաս երաժշտանոցի ամավերջի հանդեսին այսօր ելույթ ունեցան 23 աշակերտներ ղեկավարությամբ Լուսին Ժամգոչյանի
Tu as tellement bien joué aujourd'hui. Quelle pièce tu as joué? J'ai joué Sonatina Beethoven et O Susanna. Comment tu trouves Madame Lucine? Je la trouve vraiment gentille. Elle est très sympa. Puis, qu'est-ce que j'aime, c'est à la fin, elle nous donne toujours des bonbons à moi et mon frère. Puis vous, comment vous avez trouvé le concert aujourd'hui? Magnifique, comme chaque année. C'est le 4e concert de ma fille avec Lucine, qu'on reçoit à la maison une fois semaine pendant 4 ans maintenant. C'est vraiment magnifique. On voit l'évolution des élèves. Voilà. Էդվար, այսօր ինչ նվագեցիր? Այսօր նվագեցի Duck of the Halls։ Եվ գսիրես ասանք գաղանթի երաժշտությունները։ Այո, գսիրեմ, կանցնեմ օրավոր ժամանակ գաղանթին սպեսիալ եւ հուսամազանք շարունակեմ գաղանթի երկեր ու ուրախ կմնամ։ Դու ընդհանրապես ընտանիքիդ համար ալ գնվագես? Այո, շատ կնվագեմ, իրենց կօգնեմ շատ ադեն։ Իսկ ինչ է գարձիկդ օրիորդիդ մասին Լուսինին? Օրիորդը շատ ավոր է, ավոր կբացատրե, ավոր բաներ գնե, կսիրեմ նոր բաներ սորվիլ իր մե, շատ երկեր գա, ինքը շատ գիտե, ես ագուզեմ գիտալաս երկերը։ Ամենաշատ ինչ կսիրես նվագել? Ֆյուր Էլիս։ Եվ սկսարած երկը փորձնել։ Ոչ դեր գգարձեմ սկսած եմ, բայց չեմ վրճացած։ Ուրեմն մենք կալ դարի Ֆյուր Էլիզը մտիկ բիտնենք քեզ մե։ Մերսի շատ։ Շարժեր։ Votre fils aujourd'hui, il a très bien joué le violon. Comment vous avez trouvé ça? Oui, j'ai aimé, comme tous les élèves ont joué très bien. C'est grâce à leur enseignante Lucine qu'elle a travaillé durant l'année avec eux. Elle a choisi bien les morceaux aussi à jouer. C'était magnifique, vraiment. Oui. Puis est-ce qu'il pratique toujours à la maison? Selon son âge, il a 16 ans, c'est très difficile de lui faire comme jouer, mais Lucine travaille très bien avec lui, pas comme professeur, mais comme elle est son amie, elle l'encourage, elle l'appelle, elle joue avec lui chaque semaine, des fois 2 fois par semaine pour l'encourager. Alors, comme j'ai dit, c'est grâce à elle que les enfants s'améliorent toujours. Merci beaucoup. Avec plaisir, merci beaucoup, merci. Տարի եղավ փորձ կնեգոր եւ շատ կսիրեգոր, այսինքն EHA Երևանայի որ գրնար atkan մյուզիկը սիրել դղաս։ Okay, ուրեմն Լուսինը շատ հոգ կուդար իրեն ամենան սիրով եւ միան ոչ թե մյուզիկ կսիրեն գոր, ցանկը կսիրեն գոր, սորվեցնեն գոր ինչպես որ սիրե, ինչպես սերը գլա մյուզիկով, մյուզիկը ցանկ կուդագոր, այսինքն արդու գարտնա մյուզիկ պիտնվակ է, գեսորը մյուզիկ, երկունը մյուզիկ Յանքը բոլորին փոխվեցավ, այսինքն գտեսնամ երբեմն շատ բզդիկներ տաբլետի վրա, iPad-ի վրա ժամերով կանցնեն, ինքն ալ ժամեր կանցնի, բայց կվազե պիանո բիտ նվագե, մյուզիկ բիտ նվագե, մյուզիկ բիտ լսե, ասի շատ մեծ ուրախություն է բրձնող մեզի համար, այսինքն եւ thank you գսենք իսկապես աս կորձին որ գներ որ Լուսինը բոլոր բզդիկներուն հետ Շատ շնորհակալ ենք Փայլուն Աբակամը ծեր դողոն։ Մերսի, ձեզ մի Աստված ձեր ուժավեցնե։
այսօր երաժշտանոցի դարեգան ելույթներ, հանդեսներ եւ փոքրիկները շատ ուրախ էին։ Թեքեյան մշակութային միությունը ինչպես կարժևոր է այս երաժշտանոցը։ Նախ եւ առաջ Թամար շատ շնորհակալություն հայտնեմ քեզի, որ քո միջոցով կամ այո, քո միջոցով գսկանք համայնքային աշխուժությունը։ Կալով այսօրվան հանդեսին, այսօրվան շրջանավարտներն է, որ միասին կուզեն ներգանալ իրենց տակուն ցիրկերը եւ լուսին ամեն տարի ադիգա գազմագերվե շատ բանջկոտ վիճակ մնե, երևույթ մնե ուսուցիչ լալմանավանդ երաժշտական անշուշտ թինեյջերներ կան իրենց տարբերեն եւ իրենց կմահաճույք ունին իրենց գբարդատրեն անուղագիորեն եւ ամենեն կարևոր պետք է համբերադար լալ ուրիշ բաներ արնտեր ուրեմն Թեքեյան մշակութային միությունը շատ կարևորություն կուտա անհրաժեշտություն կուտա այս աշխատանքին որովհետեւ վերջապես մյուզիկը կամ երաժշտությունը կովկովի կբերե ամենուս միացին Շատ շնորհակալ ենք, կշնորհավորենք ձեր նոր դարին։ Շնորհակալ ենք, նմանապես։ Ընտանիք Բարև Քանի տարիներ է իվեր հայր եւ երկու դղակ միասին գնվակեք Մոտավորապես 8 տարի մի եղավ որ միասին բայց ես արդեն շատոնց միլագս գնվակե եւ իրենք բզդիգ էին դեր Եվ ինչպես է բաբային հետ նվակելը Շատ լավ փորձառություն մգշային կոր իր հետ նվակելով մեզ ուսուցիչ եւ իբր ընկեր եղած է խումբի մեջ Այո, եւ գտեսնեմ, որ շատ լավ մարզված եք երեքը իրար հետ։ Ուրեմն ընդհանրապես ուր հանդես կուքաք։ Զանազան համերգներու, ամեն տեսակ նշանդուկ, բսակ, ագումպի հետ վերաբերյալ դեղեր, ցերնակներ, ամեն տեսակի։ Ինչ որ հասկանամ, դուք հալեբեն արդեն երաժիշտ եք եւ ձեր ընտանիքը ամբողջ երաժիշտ է։ Ճիշտ այդպես։ Ես մոտ 40 տարի այս մյուզիկի մեջն եմ կյանքի մեջը։ Ես եղբայրս, ողորմած հայրս միասին աշխատենք։ Յետք ես եւ եղբայրս անշուշտ զանազան խումբերով հետ աշխատած ենք։ Զանազան ճաշարաններում մեջը։ Յետքը երբ որ բادرազմը եղավ արդեն Լիբանան եկանք 2018-ին հոնդերը արդեն մի քանի տարի գրցանք միասին նվակել արիտներ, հարսանիքներ, կամ ելույթներ, բարանտեսներ, անշուշտ տեսակավոր արաբներու հետ, հայերու հետ, եվրոպական ամեն քույնի վերաբերյալ։ Յետքը մոտ 1.5 տարի Կանադա ենք։ Հոսալ արդեն գամած գզանոթանան գոր մեզի ժողովուրդը, կամ երկիչները, կամ նվակիչները Արիտ գունենանք որ զանազան դեղեր արիտներու նվակել ես եւ զավակներս անշուշտ արդենը մեկ իրենց ցալարանցին զադեն կորձեր գուկա իրենք զատկել են ես զատկել եմ նայած այդպես Հոյագաբե գայսոր բոլոր կորձիկներուն վրա իսկապես կհուսանք որ մեր հերոստատիդոները այսի արիթմը դիլա որ ավելի մոդեն ցանոթանան ցեզի շնորհավոր լա ծեր նոր դարին Մանավես բոլորին Բարև Լուսին Բարև Թամար
Լուսին ուրեմն ամբողջ դարին այսօրվա կսպասեն աշակերտները եւ ծնողները, բայց մանավանդ տուն գարձեմ այդպես չէ։ Այո, անհամբեր կսպասեինք այսօրվան եւ Պարքաստուծո հասանք։ Այսօր քանի աշակերտ ելույթ ունեցա։ 23 աշակերտ էինք այսօր եւ խանդավառ մթնոլորտով ելույթ ունեցանք։ Այո։ Եվ ինչ որ նկատեցի այդ երաժշտությունները, որ ընդրած էիր, բոլորն ալ մեզի ասանք շատ հաճելի ծանոթ երգեր էին, իսկ աշակերտներուն համար ինչպես իրենք կընտրեն իրենց նվագելիք երգերը։ Ընդհանրապես իրենց մեթոդին համեմատ, գազմին համեմատ, իրենց սկզբունքներուն համեմատ դրամատրված է իրենց, այսինքն ես կդրամատրեմ, հոգեպես մանկավարժությամբ կմոդենամ իրենց, կհասկանամ իրենց ներքին փափակը, մեկը գա շատ հանդարտ եղանակներով են գախորժի, կամ մյուսը այսպես ավելի խանդավառ արագ ինքը դակարյուն է եւ այլն, գիտես ամեն մեկը իր ստայլով եւ նամանավանդ ծնողներուն ալ շատ հարկանք ունենալով գուզեմ խոսիլ աստեղը շեշտել, թե օրինակ իրենք ուրդեղ են եկած են, սեբենք թե միջին արևելքեն են, եթե իրենց սենք ռիքվեսթներ ունին, իրենց առաջարկներ ունին եւ ես չեմ մերժեր զանոնք, ինչպես որ այսօր ահբանիներեն օրինակ լսեցիք, Հայկական Քոչարի նվագվեցավ, ես իմանուշ Հայաստանի նվագվեցավ, այսինքն ինչ որ գրնամ գոր ընել իրենց համար, դեպետ իրենց ծնողներուն այդքան ասեմ լսելը չեմ կարծեր որ այդքան կարևորություն տան, բայց իրենց ալ վստահող աշակերտներ են ամեն մեկը, գիտես, այո ծնող կփապակ ունի, բայց ինքն ալ իր դկնաչան աշխատանքը գուզեգոր ցուցաբերել աս սերունդին համար հարկանք ունիմ, շատ ավոր իրենք ստացվեցավ այսինքն։ նկատեցինք դարի լուսին իրենց հարաճտիմությունը, ինքնավստահությունը երբ կնվագեն, իսկ քու կարծիքդ այսօր աշակերտները լավ նվագեցին, ըստ ուսուցիչին միշտ դարբեր աչքով գտիդվի որով։ Իմ կարծիքով այս պայմաններուն դակ, այս սերունդին ասենք ինտերնետի վիճակը, սերունդին ասեմ խաղի հագում ունենալու վերաբերյալ, գիտես, ծնողներեն բավական, ասենք նախատեսություններ կլսեմ, քաղցր, ես իրենց մով, այո, խբարդեմ եւ շատ ավոր նվագեցին, գարելինին ըրին եւ ինչ որ չեն գիտեր նվագելը, գծանոթանան Գիտես, գնվակեն, մայրը գսե, ես այս երկը շատ մդիկ կնեի, կամ աս եղանակը, գիտես, իմ անցյալիս մեջ հիշադակ էր ինձի համար, և զավագս առանց գիտնալու գնվակ է, արդեն գպացադրենք զավագի, նադոր բատմությունը գա, գիտես, ամեն մեկ երաժշտության բատմությունը, և այդպեսով մեջտեղ գուկա գդորները։ Ինչ է ծեր խոսքը Թեքեան մշակութային միության, որոնց հետ կգործես ասի երաժշտանոցին հաջողության համար։ Այո, Թեքեան մշակութային միության մեջ առայժմ
իբր վարչականուհի, իբր դնորենուհի կուզեմ խոսք ունենալ, թե բոլոր հայ ընտանիքներուն նամանավանդ հայ վզդիկներուն մեր թուրերը փած է գրնան կալ եւ արձանագրվիլ, մենք մեր չանքը չենք խնայեր եւ գարելինիս գնենք, որբեսի կան եւ հոս արձանագրվին, ինչպես ուրիշ երաժշտանոցներում մեջ մուտք կորզեն մեր հայ աշակերտները գփափակինք մեր խորին փափակն է հոսալ եւս կան եւ աշխատին միասին աշխատին ինչու թե ցերկի միասնական հայը հայուն հետ չանալով ու ցերկի ուժով մեջտեղ կալ ադենը բադագնիս եւ ես շատ հույսով եմ դարձյալ եւ ուրախ եմ որ եկար մեզի այսպես ցանուցում գլագոր մեր երաշտանոցի գոմիդաս երաշտանոցի անվանդակ մեր սենք արձանագրվելիք աշակերտներուն 2026-ին կսպասենք մերսի Շատ շնորհակալ ենք Լուսին, ձեր բարձ կգադար եւ ցեզի նորանոր հաջողություններ կմաղթենք եւ մանավանդ շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն համար նմանապես։ Բարև ձեզ։ 31 հունվար 2026-ին համասկայնի Կանադայի շրջանային վարչության Լևոն Շանթ հայրենակի դագան դասընթացքը գտևագող է իր 10-րդ ծմեր 2026 երամսյակը։ Դասընթացքի ցարտ անցած ուղիին եւ հարաճիգա ծրագիրներու մասին գանտրատարնա։ Դասընթացքի դնորեն դոկտոր Վիկեն Թյուֆենգջյանը, որ մեր այսօրվա հյուրն է, բարի եկած եք դոկտոր Թյուֆենգջյան։ Բարև ընկերուի Թոմար։ Ուրեմն անգամ եւս այս տարի կհանդիպինք խոսելու նոր երամսյակի մասին, բայց նախքան այդ գուզենք մեր հերոստատիդողներուն, բոլոր անոնք, որոնք փախցուցին մեր անցյալ տարվա հարցազրույցը, հագիրճ ցևով ներկայացնենք դասընթացները։ Շատ բարի։ Ուրեմն հագիրճ ցևով առանց մանրամասներու մեջ մտնելու, ասեմ, որ ասիգա ինչպես սիկ արդեն 10-րդ երամսյակն է, կնշանակի է դարեգան 2 երամսյակ կնենք մենք, ուրեմն 6-րդ տարին է որ կմտնենք, 5 հատ ամբողջացուցած ենք։ Դասընթացները դեղի կունենան հունվարեն մայիս կամ հունվարեն ապրիլ եւ սեպտեմբերեն դեկտեմբեր տարեկան 2 անգամ 14 շաբաթ ամեն մեկ դասընթացքը շաբաթ առավոտները Սուրբագոբասկային վարժարանի գրադարանի մեջ ժամը 10:30-ին 1:30 ուրեմն այս ընդհանուր պատկիծերու մեջ դասընթացքն է ուր ուսանողները կծանոթանան
քրագանության, լեզվի եւ մշակութային փոխանցությամբ նյութերու։ Այո։ Իսկ որոնք եղած են մինչև օրս դասախոսները այս դասընթացներուն։ Հբարդեմ եւ շատ ուրախ եմ ասելու, որ մեր դասընթացը մեծ ընդունելություն կգտնե ակադեմիական շրջանակներու մոտ եւ հայագիտական ուսմանց շրջանակի մեջ ցանոթ անուններ բոլորն ընդառաջեն մեր հրավերին եւ գուքան Մոնրեալ։ Սկսելու համար ասեմ, որ Մոնրեալի մեջ շատ կարող օժանդակ ուսուցչական գազմ ունենք, դասախոսական գազմ ունենք, ուրեմն անոնք են Վրեժ Արմեն Արտինյանը, Հարություն Բերբերյանը, Ռաֆի Հաջամյանը, Պակիլի խմբակիր Սոնյա Կիրեջյանը եւ ես։ Իսկ կանադայեն դուրս Լոս Անջելեսեն արդեն ունեցած ենք մինչև հիմա պրոֆեսորներ Թալար Շահինյանը, Հակոբ Կիլուջյանը, Միրնա Տուժջյանը եւ Ռուբինա Փիրումյանը։ Իսկ արևելյան շրջանեն ունեցած ենք Վեանուշ Տեկյան Փանաստեղծը, դոկտոր Խաչիկ Մուրադյանը, դոկտոր Վարդան Մաթիոսյանը եւ Բոստոնի համալսարանեն դոկտոր Լիզա Գյուլեսերյանը։ Հարավային Ամերիկայեն դոկտոր Խաչիկ Տերգուգասյանը, Եվրոպայեն ունեցած ենք դոկտոր Մարկ Դշանյանը Պորտուգալեն, վերջերս ունեցանք Գարեն Ջալլադյանը Բուդապեշտեն, դարձյալ դոկտորական աստիճան, հետո Հայաստանեն դոկտոր Դավիթ Մոսինյանը, երբեմն ալ գոկտվինք համասկայնի կորձերով Կանադա այցելող կամ Մոնրեալ այցելող արվեստագետներ է, մտավորականներ է, ինչպիսիք են Վահե Բերբերյանը, ինչպես Գարո Հաննեսյանը Բեյրութեն, Գետրոնական վարչության ադենաբեդ Զաքար Քեշիշյանը, այսպես ուրեմն մոտ 20-ը ավելի դասախոսներ ունեցած ենք մինչև հիմա եւ կշարունակենք միշտ նորեր ունենալ։ Այո, բավական հարուստ ցանկ մնե հայ մտավորականներու, իսկապես բախտավորություն է ուրեմն այս դասընթացներում մաս կազմել։ Դոկտոր Վիկեն, կարծեմ աշխարհի վրա եթե նայենք այսպիսի հայրենակիդական դասընթաց ուր ուրիշ կդրվի։ Հա, այսպիսի դասընթաց ճիշտ մերինին նման չկա, բայց պետք է ասեմ, որ մերինը հայագիտական դասընթաց չէ, այնպես ինչպես է օրինակ Հալեբի համասկայնի հայագիտական դասընթացը, որ ուսանողներուն կպատրաստի ուսուցչության եւ հոն հայոց պատմություն, մշակույթ եւ այլն դբրոց է ուղակի մեկ խոսքով։ Մերը ավելի գնմանի լսարանի, այսինքն դասախոսություններու շարքիմը, որովհետև ամեն շաբաթ մենք տարբեր նյութ կունենանք եւ ոչ թե մեկ դասընթաց կնվիրված է ամբողջությամբ քրագանության կամ հայոց պատմության։ Մենք ամեն նյութերեն կունենանք, բայց տարբեր շաբաթներու տարբեր նյութեր կունենանք, տարբեր մասնակետ դասախոսներով։ Այո։ Իսկ ինչ են նախապայմանները մասնակցության։ Այո։ Ուրեմն մեր դասընթաց կբացե բոլոր 20-ն վեր անհատներու, 20-ն վեր կսեն, որովհետև նախապայմանը երկրորդական վարժարանեմը շրջանավարտ ըլլալն է։ Ուրեմն մեր դասընթաց կբացե Սուրբ Հակոբ ասկային վարժարանի շրջանավարտներուն, Արմեն Քեբեկ վարժարանի շրջանավարտներուն եւ Նարեկ Դիրամայր վարժարանի ուրեմն շրջանավարտներուն։ Անոնց բացի գուկան համալսարանական դարիքի զանազան ուսանողներ եւ ավելի չափահասներ, այսպիսով ուրեմն մասնակցելու նախապայմանը գլխավորապես երկրորդական ուսումը ունենալ է, թեև շաբաթօրյայի աշակերտներն ալ կրնան մասնակցել, եթե հայերեն գրել գարտալու մեջ դժվարություն չունին։ Այսինքն պետք է որոշ բաշարմ ունենա հայերենի։ Այո, հիմնական բաշարմը պետք է ունենան, մեր գլխավոր նախապայմանը է այն, որ մասնակցող ուսանողը պետք է հայերենին դիրաբեդ է, գրել գարտալու մեջ դժվարություն չունենա եւ հիմնական բաշարմը ունենա հայ քրագանության եւ պատմության, որովհետեւ մենք խոսակցական հայերենի դասընթաց չէ որ գնենք, ոչ այլ հայերեն լեզվի սկսնակներու դասընթաց։ Այլ անոնք, որոնք արդեն անցած են այդ ճամփայեն, անոնց գիտությունը բարելավելու, զարգացնելու գործը կտանենք։ Այսինքն, եթե ուսանողի հարցնենք, անոնք, որ գհեդևին, գհաջախեն դասընթացներուն, ինչպես դուրս կուքան, ինչ կշահին եւ իրենց մասնակցությունը ինչպես կլա։ Շատ ուրախ եմ, որ ասի հարցուցիք, որովհետեւ մեր մադագը միայն գիտությունը դալ չէ, այլ իրենց մոտ հարաճացնել է հետաքրքրություն եւ մանավանդ մասնակցության սեր հայերեն
աշխատանքներու, հայրենով կատարված աշխատանքներու։ Ուրեմն շատ ուրախ եմ ասելու, որ մեր ուսանողներն մեկը արդեն անցնող 2 տարվա մեջ 2 հատ բադայիներու համար գիրք գրած է, որոնց մեկը շահեցավ համասկայնի շրջանային վարչության քրական մրցանակը առաջին բարգևը, բադանեգան օրակիր գիրքը եւ երկրորդն ալ գործված դարը Շողեն Մարգարյանի հեղինակությամբ։ Պետք է ասեմ նաեւ, որ մեր ուսանողներն կարևոր թիվը կմասնակցին համասկայնի թե այլ մշակութային միություններու, ինչպիսին է Պոլսահայ մեկ մշակութայինը, ծանոթեկանոր եւ ուրեմն անոնց հայդակիրներու մեջ կբերեն իրենց մասնակցությունը լադիգա ասմունքով, ելույթներով կամ ընթերցումներով։ Այո, ձևով մը իրար կով գբերը նույն հետաքրքրությունը ունեցող մանավանդ հայկական քրագանության հանդեպ անցիկ։ Այո, եւ նոր դաղանտներ ալ գայտնաբերենք։ Այո, դες տեսած եմ նաեւ աշակերտներ, ուսուցիչներ, որոնք մաս կգազմեն։ Ճիշտ, մենք ունենք նաեւ վարժարանների ուսուցիչներ, այսօր արդեն ունենք կամ հանգստյան գոչված կամ դագավին կորձոն, Սուրբագոբ վարժարանը եւ Արմենք Քեբեկ վարժարանեն ուսուցչուհիներ։ Այո։ Խոսենք հաջորդ երամսյակի մասին, ինչ պիտի ներկայացվի։ Ուրեմն հաջորդ երամսյակին մենք պիտի շարունակենք մեր նախորդ երամսյակներուն սկսած կորձը, կամ պիտի ներկայացնենք բոլորովին նոր նյութեր եւ կամ նախորդ երամսյակներեն նյութը, որ արդեն ներկայացված է, անոր շարունակությունը պիտի տանք։ Օրինակ ասկե առաջ տված ենք գիներու հարցը հայ քրագանության մեջ գին քրոներու մասին, ադոր 4-րդ բաժինը այս երամսյակին պիտի տանք։ Նաև շատ ուրախ եմ եւ հբարդ եմ նույնիսկ ասելու, որ այս երամսյակին պիտի ունենանք 2 շատ կարևոր դասախոսներ։ Առաջինը գուկալ Լոնդոնեն Վասկե Խաչիկ Դավիթյան, որ մասնակետ է գեղարվեստի եւ մեզի պիտի ներկայացնե հայ բանտուղները, որոնք Գաբրիին Բոլսո մեջ կավաններ են մուկային, անոնց կյանքը ինչպես կտեսնենք մենք հայ գեղանկարիչներու կորձերուն մեջ։ Շատ հետաքրքրական է եւ առանցին նյութ մնե ասիգա, որ ինչե հիմա դեղը չներկայացված։ Երկրորդը դարձյալ շատ մեծ հպարտություն է ինձ համար հայտարարել, որ Գրիգոր Բլդյանը, որ այսօր կհամարվի մեր ներկա ժամանակներու մեծակույն վիպակիրը, սիրով ընտարաչեց մեր հրավերին եւ մայիսին ինքնալ պիտի գա մեզի խոսելու, դասախոսելու խորհրդաբաշտ հայ քրագանության մասին։ Այսինքն օրինակ տալու համար Լևոն Շանտի հին աստվածները հայ քրագանության մեջ փանաստեղծներու մոտ խորհրդանշաններ ինչպես Գերևին, Դանիել Վարուժանի, Միսակ Մեծարենցի եւ այլոց մոտ։ Ուրեմն այս երկու դասախոսներն ալ պիտի գան մայիսին, բայց անգե առաջ ունենք արդեն հայդակիրը, որ պիտի շուտով վերջնականանա եւ հայտարարվի։ Ուրեմն հունվար 31-ին հաջորդ երամսյակը կսկսի դոկտոր Վիկեն գիտենք որ այսպիսի ծրագիրը իրականացնելու համար նյութական գարիքը գա ուրեմն ով գոքնե ցեզի այո ուրեմն առաջին օրը մենք բախտավոր եղանք որ նվիրատությունով կոյացավ մեր բյուջեն այսինքն անանուն բարերարմը Մորեալեն մեզի դրամատրեց բյուջեն հավատալով այս գործին եւ մինչեւ այսօր դակավին մեզի նեցուկ կգանքնի բայց նաեւ շատ ուրախ եմ հայտնելու, որ 2023-ին իվեր Գյուլբենկյան հիմնարկությունը, Կալուս Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը մեզի կդրամատրե մեր բյուջեն, որով կգնանք մեր հրավիրյալ դասախոսներու ծախսերը օգալ, անոնց կեցությունը, ճամփորդական ծախքը եւ այլն, որովհետեւ Կալուս Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը հավատաց մեր գործին եւ կշարունակե դակավին մեզի բյուջե դրամատրել։ Ինչ է ծեր բատկամը ուսանողներուն։ Ուրեմն բատկամս է ուսանողներուն, որ անպայման հետաքրքրվին այս դասընթացքով, մանավանդ դղակ եւ աղջիկներ, եթե կուզեք ձեր հայկական ինքնությունը բահբանել եւ զարգացնել, որբեսի աբակային դուքալ գարենակ ձեր զավակներուն փոխանցել ձեր սերը հայկական քրագանության լեզվի պատմության եւ մշակույթին անտեպ ձեր գիտելիքները հարստացնեք մեր դասընթացքի մեջ են հետեւաբար միացեք մեզի շաբաթ 31 հունվարի առավոտյան ժամը 10:30-ին Սուրբագոբ ասկային վարժարանի կրատարանի մեջ Ահավասիկ սիրելի հերոստատիդողներ թուք մդիգրիկ դոկտոր Վիկեն Տյուֆենգջյանը որ դնորենն է Լևոն Շանտ հայրենակի դագան դասընթացքներուն բոլոր անոնք որոնք հետաքրքրված են գրնան արձանագրվել
armenolog@gmail.com հասցեին գրելով, իսկ անգյանցին բոլոր այս դասընթացները ցեզի դրամատրելի է YouTube-ի գայանին վրա, որ կգոչվի համասկային արմենոլոգ, իսկ գա նաև գայքեչը, որ ամեն շաբաթ կթարմացվի նոր նյութերով եւ աշակերտներու ներկայացումներով, գայքեչը armenolog.wordpress.com է։ Ուրեմն շատ շնորհակալ ենք դոկտոր Վիկեն եւ ամենան հաջողություն կմաղթենք ցեզի։ Շատ շնորհակալ ենք ցեզի, որ մեզի արի տվիք այստեղ ներկայանալու։ Ամենայն սիրով։